Սամվել Կարապետյանին որպես Ռուսաստանի քաղաքացի եւ ռուսաստանցի գործարարի կցուցաբերվի անհրաժեշտ օգնությունը հունիսի 19-ին հայտարարել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ արդեն արվել են հսկական թվով հայտարարություններ, հիմա անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է այնտեղ կոնկրետ կատարվում։ Կարապետյանին հունիսի 18-ին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։ Նա իր տված կարճ հարցազրույցում պաշտպանել էր հայ առաքելական եկեղեցուն, նշելով, որ եթե չհաջողվի քաղաքական գործիչներին ինչ-որ բան անել, ուրեմն իրենք իրենց ձևով են միջամտելու։ Թուրքիայում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ։ Հունիսի 19-ին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Ավելի վաղ Աժնախագահ Ալեն Սիմոնյանը հաստատել էր, որ Հայաստանի վարչապետը հունիսի 20-ին Թուրքիա կմեկնի այդ երկրի նախագահի հրավերով։ Վարչապետի աշխատակազմը 3 հաղորդագրությամբ հայտնել էր, որ Փաշինյանն աշխատանքային այցով է մեկնում Թուրքիա։ Օրակարգում չէր ներկայացվել, թե ինչ կա Նազելի Բաղդասարյանն էր, փոխանցել է նաև, որ նախատեսվում է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հունիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող եւ շինծու մեղադրանքներով անցնող հայերին, որոնց մասին տեղեկություններ է տրամադրել ադրբեջանական կողմը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նշելով, որ անհատական հանդիպումներ են եղել կալանավորված անձանց հետ։ Կարմիր խաչի կոմիտեն իր մանդատի համաձայն գնահատում է նման այցելությունների ընթացքում ձերբակալվածների վերաբերմունքը եւ պահման պայմանները, ինչպես նաեւ պայմաններ է ստեղծում անհատների ընտանիքների հետ շփումները վերականգնելու կամ շարունակելու համար, ասված է տեղեկատվության մեջ։ Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիները 40,000 դրամի աջակցությունից դուրս էին մնացել ապրիլից, սակայն նրանց մարտից մեկնարկած բողոքի ակցիաներից հետո կառավարությունը որոշեց եւս 2 ամիս շարունակել ծրագիրը։ Համացանցում լայն տարածում է գտել Բոստոնի Northwestern համալսարանի ուսանողների բարիարագիր հայկական երգի կատարումը։ Հատկանշականն այն է, որ ուսանողների մեջ ոչ մի հայ չկա։